2024-ի ապրիլից բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը գործնականում սկսեց ընդունել դիմումներ։ Շուրջ 1 տարի անց արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշում է, որ ունեցել են առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ։ Շատ դեպքերում պարզապես մենք ուղղորդել ենք այլ մարմինների, որովհետև դիմումները մեր քննության ենթակա չեն եղել։ Իսկ վարույթների քննության արդյունքում ունենք նաև պատասխանատվության ենթարկված բուժաշխատողներ։ 10 վարույթների արդյունքում 5 բուժաշխատողի մոտ չի հաստատվել մասնագիտական էթիկայի խախտումների փաստը, 5-ի մոտ հաստատվել է, եւ այս դեպքում հանձնաժողովը առողջապահության նախարարության միջոցով տվյալներն ուղարկել է այդ բուժհաստատությունների տնօրինություն, որպեսզի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվեն կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Բոլորին էլ մեր հանձնաժողովի նպատակը չի որևէ կոնկրետ բուժաշխատողի պարտադիր պատասխանատվության կանչելու եւ բոլորովին այդ նպատակը էթիկայի հանձնաժողովներ աշխարհում ընդհանրապես չունեն։ Սա մեր գործի ընդամենը վերջի, թերևս ամենացավալի մասն է, բայց հիմնական մասը վերաբերում է նրան, որպեսզի մեկ գործի քննության արդյունքում վարքագիծ փոխվի առնվազն տվյալ բուժհաստատությունում։ Հանձնաժողովը Աբգարյանի վստահեցմամբ պարզապես չի ֆիքսում խախտման առկայություն կամ բացակայություն, այլ գնահատականներ ներկայացնելիս մանրամասն բացատրում է, թե ինչում է կայանում խախտման բուն էությունը, եւ հանձնաժողովի համար դա է առանցքայինը, որպեսզի բուժհաստատություններում անհատական գործերի միջոցով գնալ համընդհանուր վարքագծային փոփոխությունների։ Իզաբել Աբգարյանը նաև վարույթների օրինակներից խոսեց։ Հիմնական մասը դա պացիենտի արժանապատվության մասով է, մարդու արժանապատվությունը, ինչը սկզբունքորեն տարբերություններ կան, որտեղ պացիենտի կարգավիճակում արժանապատվության բաղադրիչները տարբեր են ըստ տարբեր միջազգային փաստաթղթերի մոտեցումների։ Մենք ունենք ընտանիքի անդամին վիրավորելու դեպքերի հետ կապված դիմումներ, սրանք էլ են շատ հանդիպում, պացիենտի վարքի մասին բուժաշխատողի դատողությունների կատարման դեպքեր, որոնք գնահատականներ են տալիս պացիենտին, դրանով իսկ վիրավորելով նրան։ Բուժաշխատողների հարաբերություններում էլ կան էթիկայի կանոններ, որոնց մասով եւս հանձնաժողովը դիմումներ է ստացել, երբ մի բուժաշխատողը բավարար հարգալից վարքագիծ չի դրսևորել իր գործընկերների նկատմամբ կամ հակառակը, իսկ ինչ է իրենից ենթադրում հանձնաժողովի սահմանած պատասխանատվությունը։ Եթե մենք հաստատում ենք խախտման դեպքը եւ համապատասխան որոշում է ընդունվում, ապա համաձայն օրենսդրության առաջի անգամ մեկ օրացային տարվա մեջ նման խախտման դեպքի հաստատման պարագայում առաջարկվում է բուժհաստատությանը կիրառել կարգապահական պատասխանատվության նկատողություն տեսակը, ինչը նախատեսված է աշխատանքային օրենսգրքով։ Երկրորդ անգամ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում խիստ նկատողություն, երրորդ անգամ արդեն լիցենզիայի կասեցում տվյալ անձի մասով, բուժկական օգնության սպասարկման լիցենզիայի։ Սա իհարկե Իզաբել Աբգարյանի խոսքով ժամանակավոր լուծում է։ 2027 թվականից հետո անհատական լիցենզավորմանն անցում կատարելուց հետո կգործեն այլ կանոններ։ Էթիկայի կանոնն առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվելու է լիցենզիայի կասեցում 1 ամսով, իսկ կրկնվելու պարագայում 3 ամսով, ինչը բուժաշխատողին կանգնեցնելու է նաև աշխատանքից ազատվելու փաստի առաջ։ Խախտումներն արձանագրելուց հետո բուժհաստատությունները մշտական կապի մեջ են լինում բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի հետ։ Տիգրան Հուակիմյան, Հորիզոն։